Շաբաթվա վերջին հերթական նիստերի ավարտից հետո կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանը գումարեց արտահերթ նիստ։ Օրակարգում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծներ այն քննարկվեց հատուկ ընթացակարգով, առաջին եւ երկրորդ ընթերցումներով։ Կառավարության ընդհանուր թվայնացման քաղաքականության արդյունքում դեռ 2024-ին աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների հիման վրա որոշվել էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումն ու փոփոխումը պետք է կատարվեր բացառապես թվային համակարգում։ Այդ համատեքստում էր նաև, որ գործող աշխատանքային պայմանագրերի թվայնացումը նախատեսվել էր իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Թեև տրված էր բավարար ժամանակ հարցը լուծելու եւ ID քարտ ձեռք բերելու համար, այնուամենայնիվ շատերը չեն շտապել ձեռք բերել իրենց նույնականացման քարտերը, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը, ազգային ժողովի ամբիոնից ասաց զեկուցողը։ Հիմա բախվում ենք մի իրավիճակի, երբ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքները իրացնելուց այս կարգավորումների ուժի մեջ լինելու պատճառով, որը թույլատրելի իրավիճակ չէ կարծում եմ եւ մեր որևէ քաղաքացի պետք է զրկված չլինի դրանից։ Միևնույն ժամանակ ըստ Արսեն Թորոսյանի կարևոր է այս բարեփոխումն այլ բարեփոխման հետ փոխկապակցելը։ Նախարարը հայտնեց, որ տարեվերջին մեր երկրում կներդրվի միջազգային չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի նոր համակարգ եւ այս պահին նույնականացման քարտեր ստացող կամ արդեն ստացած անձինք դրանք վերաթողարկելու խնդրի առաջ են կանգնելու։ Ուստի գործադիրն առաջարկում է հետաձգենք 1 տարով, այսինքն պարտադիրը ուժի մեջ մտնի 27 թվականի հունվարի 1-ից, որ վստահաբար որևէ կուտակում, որևէ խոչընդոտ եւ որևէ հերթ չլինի նույնականացման քարտեր ստանալու համար։ Այն, որ նույնականացման քարտերի ձեռքբերման ժամկետների առումով դժգոհություններ կան, բարձրաձայնեց նաև Արուսյակ Մանավազյանը։ Պատգամավորը հետաքրքրվեց, արդյոք նոր համակարգի ներդրման պարագայում քաղաքացին այս խնդրին այլևս չի բախվի։ Այնքանով ենք համոզված, որ նոր համակարգը նոր օպերատորով պետություն մասնավոր համագործակցությամբ ներդրվող թողունակության խնդիր չի ունենալու, ինչ մենք ունենք մեր այս պահին բավական հին եւ շատ ծանրաբեռնված աշխատող համակարգի հետ։ Այսինքն մենք ունենք սահմանափակում օրական թողարկվող քարտերի այսօր, նոր համակարգի դեպքում չեմ ասի անսահմանափակ, որտեղ այնուամենայնիվ ամեն ինչ էլ սահմանափակ է, բայց մեր բնակչության թվի համար սահմանափակումներ ըստ էության չեն երևալու։ Իսկ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն էլ մեղադրեց նախարարին իր ձևակերպմամբ ինչպես միշտ քաղաքացիներին մեղավոր կարգելու հարցում, ապա հավելեց. Դա կոնկրետ, անժխտելի ոստիկանության տվյալ ծառայության մեղքն է, որի արդյունքում չէ կարողացել ծրագիրը ձեր սահմանված ժամկետում իրականացնել։ Ոչ մեկ չասաց, որ քաղաքացիները մեղավոր են, բացարձակ։ Ես ասում եմ, որ մեր շատ քաղաքացիներ չեն հասցրել իրենց ID քարտը վերցնել, որը անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար։ Ինչ վերաբերում է թողարկման խնդիրներին, մենք չենք վարանել դրա մասին խոսել, ենք հասել ենք արդեն մեր վերջնական գծին։ Մեկ այլ հարց էլ բարձրացրեց ազգային ժողովում պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Խոսքը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց դատապարտյալների աշխատանքային պայմանագրերին։ Տեսեք, այս պայմանագրությամբ կա խնդիր եւ արտարադատության նախարարությունը եւս մտածում է համապատասխան նախագիծ ներկայացնելու։ Գուցե մենք այդուհանդերձ ընդհանուր անցնելով թվային տարբերակի, էլեկտրոնային տարբերակի որոշակի բացառություններ, որոշակի կատեգորիա անձանց համար անենք, պահպանելով վերջիններիս կողմից թղթային եղանակով աշխատանքային պայմանագրեր կնքելու հնարավորությունը։ Ձեր ասած մասով կարգավորում չունենք, բայց եթե դեմ չեք գրավոր կամ հիմա քննարկենք մինչև երկրորդ ընթերցում ամրագրենք կամ հետագայում ավելի լայն նայենք, որտեղ այնուամենայնիվ հիմա թույլատրում ենք բավական երկար ժամանակ դա տեղի ունենա։ Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Այնուհետև հարցը քննարկվեց ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։ Դրական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց խորհրդարանի քննարկմանը։ Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվեցին առաջարկներ։ Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի առաջարկով ընդունվեց հետադարձության սկզբունքի կիրառման դրույթը։ Իրավահարաբերությունները տարածելու ենք 2026 թվականի հունվարի 1-ից հետո տաքած հարաբերությունների վրա, որպեսզի եթե հանկարծ պարզվի, որ օրինակ որևէ կազմակերպություն կամ
տնտեսվարող թղթային պայմանագիր է կնքած եղել այս ընթացքում, որ նաև չզրկվի աշխատողը իր աշխատանքային իրավունքներից, նրանց նկատմամբ որևէ պատասխանատվության միջոց չկիրառվի։ Առաջին ընթերցումով օրենքն ընդունելուց հետո փոփոխվեցին նաև ժամկետները 2027 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանվեց հուլիսի 1-ը, ինչից ելնելով էլ օրենքի նախագիծը համալրվեց նոր Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ 525N օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով։ Ազգային ժողովն ընդունեց լրամշակված օրենքների նախագծերի փաթեթը նաև երկրորդ ընթերցմամբ։